Տիգրան Ավինյանը ոնց որ զգում է, որ իրան պետք է վերաբերվի, ամեն անգամ շատ արագ հասցնում դուրս է գալիս։ Սիրելի հայրենակիցներ, եկեք, քանի որ սրանից առաջ հնչեցին տարբեր ինչ-որ մեղադրանքներ ու արտահայտություններ, որոնք միանշանակ պատասխան են պահանջում եւ ակնկալում, կանադառնամ երկու ավականիների խոսքերին, հա, մեկը պարոն Գալջյանի եւ պարոն Ավինյանի։ Ուրեմն պարոն Գալջյան, այդ որ տենց լուրջ դեմքով ասում եք Աբովյանի տրանսպորտը 300 դրամ է։ Մենք ինչ կապ ունենք։ Այդ որ ասում եք այնտեղ թանկացրել սարքել են 300 դրամ, դուք ձեր աչքի գերանը թողել եք, ուրիշի աչքի փուշն եք ուզում հանեք։ Այսինքն դուք այն քաղաքականությունն եք ընտրել, որ եկեք ուրիշներին մեղադրենք մեր ձախողումների համար։ Ու այդ դուք միշտ եք անում, ուղղակի թեխի եք անցել մնացած քաղաքներին, այդտեղ այ մոտ հարցեր անում, այսինքն դուք Երևան մայրաքաղաքը Հայաստանի Հանրապետության համեմատում եք հարակից քաղաքի տրանսպորտի գների հետ։ Տաքսիներն էլ են թանկ, դա ինչ կապ ունի, որ դուք ձախողում եք։ Երկրորդ, այդ որ ասում եք 300 դրամ եք ասում, այո, ի սկզբանե տենց էլ կար, դուք որոշել եք 300 դրամ, ու այո, մեր բոյկոտի, մեր քաղաքացիների բոյկոտի շնորհիվ Տիգրան Ավինյանը ասեց ակնկալ կերպով կանգնեց ու հայտարարեց, որ լավ, դե մեկ ուղղավորած փոխադրումը սահմանում ենք 150 դրամ։ Բա 300 էր դարավ 150, այո, պարոն Գալջյան, դուք թանկ էիք ուզում սկզբից։ Շարունակելով նաև, եթե նկատել եք նույն Աբովյանից ու ոչ միայն, երբ որ տրանսպորտը գալիս է, Երևանում էլ են այդ տրանսպորտից օգտվում, թեկուզ այնտեղ համեմատության մեջ, օրինակ, կարող է ավտոբուսները համեմատած անհարմար լինեն, կամ փոքր լինեն, կամ գազելներ օրինակ լինեն, բայց մարդիկ այդ պարագայում նույնիսկ նախընտրում են դրանից օգտվել, քան ձեր այսպես ասած բարեփոխած տրանսպորտից, որովհետև տեղ չկա, հա, որովհետև սաղ կանգառներով պտտվում են, պարոն Գալջյան, տեսնում եմ, ասեմ ավելին, դրան վրա էլ կպցրած է 150 դրամ կանխիկ, դուք նույնիսկ այդ եք տապալել, դուք նույնիսկ այդ չեք կարում, ճիշտն ասած, ձեր դպրոցից կան մարդիկ, հա, որ ինձ ճանաչում էին, ձեր մասին ասեցին, որ դուք ոնց որ մաթեմատիկայից վատ չեք եղել, բայց ձեր ելույթներում ինչ որ մաթեմատիկական պլյուս մինուսներում սխալներ եք անում, ես ձեզ չգիտեի, որ մաթեմատիկական գիտելիքները թույլ է, բայց կարծում եմ, այս հունիսի 7-ից հետո դուք պետք է ձգեք, հա, մաթեմատիկական գիտելիքները, որովհետև ձեզ կյանքում հուսով եմ պետք կգա։ Ինչ վերաբերում է Տիգրան Ավինյանին, սիրելի հայրենակիցներ, այս Տիգրան Ավինյանը եկավ սենց Երևան քաղաքի բարձրագույն պաշտոնն է, հա, դրանից բարձր պաշտոն չկա Երևանում։ Երևանի քաղաքապետը եկել կանգնել այս ամբիոնում ու ես մետ ինչ լեքսիկոնով այ խոսում հեչերիկ, մի հատ էլ ասում է, որ դուք ձեզ տենց պահեիք, ձեզ քացուտակ կգցեի։ Պարոն Ավինյան, դե դուրս եկաք, բայց հուսով եմ կլսեք։ Այդ ինչից տենց ենթադրեցիք, կարող է անձնական փորձից եք տենց ենթադրել, չգիտեմ, Փակ շուկայի դեմը, կամ չգիտեմ այլ տեղեր, կամ այդ ինչից ենթադրեցիք, որ մեզ կգցենք հացուտակ, եթե ձեզ տենց բան են արել, ու սա ենթադրում ենք։ Ես մի տեսակ չեմ կարողանում ձեր այդ տրամաբանությունը հասկանալ, ես հուսով եմ դա ձեր մոտ տրավմա չի թողել այդ ձեզ քացուտակ գցելը, ու կարծում եմ ընդհանրապես պետք չի, որ դուք փորձեք, չգիտեմ, ընդդիմության ինչ-որ սպառնակ ձեր արևին էլ իբրև քացուտակ գցել։ Շարունակեմ, դե ասեք չխանգարեմ։ Մեր ֆրակցիայի ժողովուրդը չեմ, պարոն Փամբուկյան, քիչ ուշադիր եղեք։ Այդ էլ նստած հերվից պետք է որ լավ տենայիք, ոնց որ լավ չեք տեսնում կամ լսում։ Պարոն Փամբուկյան, խնդրում եմ արեք ձեր աշխատանքը, իմը պետք չի անեք։ Ուրեմն շարունակելով, ստեղ պարոն Ավինյանի հետ նաև տարբերությունից կասեմ, հա, երբ որ պարոն Ավինյանը էլի այսպես հավաքական ինչ-որ արտահայտություն անում, ենթադրվում է անդիմությանը, որ ասում է հիմարություններ խոսեք,
Պարոն Ավինյան, նաև իմ ու ձեր տարբերությունը այն է, որ ես պատասխանում եմ սովորաբար իմ կամ իմ ընկերների կամ ընդհանուր հնչած արտահայտություններին կամ վիրավորելուն, հա, ու հիմարություններ խոսում եք դուք, ու սա ոչ թե ես անձնապես ձեզ եմ ասում, այլ նրանց, ում որ դուք այդ հիմարություններ խոսելու մեջից հանել եք, այսինքն դուք մի հատ ձեր խոսույթը տեսեք, դուք մի հատ ձեզ հայելու մեջ նայեք, հետո նոր որոշեք ով է հիմարություն խոսում, իսկ ով ոչ, հիմարություն խոսում եք դուք և ասեմ ավելին, երբ որ ես նայում եմ քաղաքի կառավարմանը, նույն խցանումները, նույն ասֆալտապատման աշխատանքները, չգիտեմ, տրանսպորտային իբրև բարեփոխումները, այդքան ծառեր կտրելը եւ այլն, դուք բացի են, որ հիմարություններ եք խոսում, նաեւ հիմարություններ եք անում։ Դուք քաղաքի կառավարումից ուղղակի կիլոմետրերով հեռու եք, բայց կարողանում եք ձեզ թույլ տալ որպես բարձրագույն պաշտոնյա Երևան քաղաքի գալ այստեղ կայնել ու ինչ որ հիմար բառապաշարներով բնութագրել ընդդիմությանը։